Բարի ողջույն, այսօր մենակ եմ, այսօր լուրջ, հետաքրքիր, հուզող, բոլորին հետաքրքրող և շատ կարևոր թեմա եմ բերել, դա մայր հայր հասկացողությունն է իրեն զավակներով, քանի որ հուլիսից արդեն Յուպիտերը կփոխվի կմտնի առույց համաստեղություն, որը հենց երեխաներ է, և շատ ծննդաբերություններ կլինեն, շատ հղիություններ կլինեն, սպասվող, որ սպասում են, և հրաշալի երեխաներ են ծնվելու։ Տաղանդավոր կարող եմ ասել, նաև հարուստ, չգիտեմ հարստությունը ոնց եք համարում, մարդը $100 ունի հարուստ է, մարդը $1000 ունի հարուստ չէ, աչքա գցում է մյուսի $1000, այդպես էլ է լինում, որտեղ ցուցադրություն է շատ անգամ տալի առյուծը, դաստիարակությունն է շատ կարևոր դաստիարակությունն է լինելու, առաջին պլան անգնելու, հատկապես դպրոցների հետ կապված, բուհերի հետ նաև ուսանողություն, դասախոսություն, գիտելիքի և այն մայրերը, ովքեր իրենց ճիշտ չեն պահել, տեսեք ինչ եմ ասում, այն մայրերը, պապաներին թողնենք մի կողմ, դրան էլ կանդրադառնամ, այն մայրերը, որտեղ մայր հասկացողությունը շատ մեծ բան է, ճիշտ չեն պահել ու երեխեքը սկսում են հասունանալ, պարտադի չի լինի 15, 20, 30 տարեկան, որն էլ ճիշտ ու սխալը տարբերի, որտեղ հիմա 3 տարեկան երեխանել ամեն ինչ հասկանում է, եթե կարողանում է մտնի հեռախոսում տեղ խաղեր խաղա, որ ոչ ոք իրեն չի սովորացրել, ուրեմն պատկերացրիք ինքն իր ենթագիտակցությունն է, ենթագիտակցությունը հուշում է, որ քո մաման սխալ է, այնքան լավ բան չեմ ասում, որ ասում եմ մաման սխալ է, այո, անիծող մամաներ, չարություն, նախանց, բողոքական, անբավարարված, այ բնավորության բացասական գծեր, ամբարտավան, ամենից կարևոր, որտեղ դա մեր ազգի օժիտն է, շատ եմ ասել, այդ բաները երեխեքը կնկատեն մամայից, դա ահավոր է, լավ չի, շատ քիչ է մնացել, գոնե հիմա փոխվեք, աշխատեք ձեր վրա, հետո կուզենան առանձնանան ձեզանից, կփախնեն, չեն ուզենա տուն գա, դասից չեն ուզենա տուն գա, այնքան որ ձեզ հետ չլինեն, հետո դուք ինձ կգրեք մեր երեխան, մեր թոռնիկը մեզ չի ենթարկում, ինչ է իր այդ կատարում, որտեղ դուք ես ճիշտ չես պահել, երեխան ինքը գիտի, ես չգիտեմ քո սխալը որն է, ես ես մի քանի բաները թվարկեցի, հիմա կասեք ես այդպեսին չեմ, այդպեսին եք, քանի որ ազգանեցքներով արթնանում, դա 1-2 հոգի եթե անեցեն, ես ցածը չէի բարձրացնի, երեխան ծնվելուց, այն ճիչի հետ ինքը մամա է գոռում, մամա այդ հնչյունները, մայր բառը լատիներեն նշանակում է կրծքամիս, մաման, և հոմանիշն է մայր բառին, ես ուզում եմ կարդամ, քանի որ թեման շատ հետաքրքիր լուրջ է, իրոք լուրջ է, ուզում եմ, որ բոլորը սա հասկանանք, թե մոռանում եմ, ինչ անեմ, այդպես է լինում, հետո կմոռանամ կասել, այս չեմ ասել, այն չեմ ասել, ես հիմնականը գրել եմ նրանք, որը արդիա, որը հենց շատ կարևոր է, իմիջալուց այս թեման ես փակ TV-ում էլ եմ բարձրացրել, պարզապես ընտեղ որ ժամանակը քիչ են դնում, դրա համար ես չեմ կարողացել շատ խոսել, որոշ բաներ կրճատվում է, իսկ այստեղ այս տաղավարը թողնում է, որ ես ասեմ են, ինչը որ իրականում պետք է ասեմ։ Ինչու՞մն է մոդերը այս աշխարհում։ Մայր բառը հոմանիշ ասեցի մամանա, նրա դերը երեխային արժեքներ հաղորդելն է։ Օգնել նրան աշխարհայացքը ձևավորել և սոցիալական հմտություններ, զարգացումներ, միաժամանակ հոգատարություն և աջակցություն։ Այո, հոգատարությունը շատ կարևոր է, և այստեղ ուզում եմ ասել, բոլորդ աշխատեք ձեր երեխաներին, սովորեցրեք ինչ բան է շնորհակալություն։ Լույսը բացվեց, դու որ ինքդ ասես շնորհակալ եմ, արև որ դու կասես ես ողջ եմ,
կտուր ունեմ իմ տանիքին, իմ ընտանիքի իմ կողքն է, այդ երեխան այդ ամեն առավոտ կլսի։ Երեխեքը պետք է շնորհակալ լինեն արևից, բնությունից, ծառից, հողից, թփից, ջրից, ջուրը խմում է, թող շնորհակալ լինի։ Փոքրուց ինքը պետք է այդպես դաստիարակվի։ Ծառը ծաղիկը ինչպես ջրեցիր, մաքուր զուլալ ջրով, դա մարդու միտքն է, խոսքն է, ինքը զուլալ գեղեցիկ ու հոտավետ կլինի։ Հիմա ծաղիկները անհոտ են, շատ սիրուն են, բայց անհոտ են, վարդերը հոտն էլ ակորել արդեն։ Դրա համար զուլալ ջրով պետք է ջրվի, նախորդ ջուրը, որ ասում եք զուլալ, սարերից իջավ, այդ միտքն է մարդու։ Ու մամայից շատ բան է կախված, նաև կրծքի կաթը, օրելի միտքն է, որով մեծացնում է զավակին մայրը, որ կերակրելու ժամանակ երբեք վատ բաներ չմտածեք ու մի խոսեք ընդհանրապես կերակրելու ժամանակ, միայն մտածեք ամեն այն կաթիլը գտալ, թեյի գտալ, որ գնում են երեխայի բերանը, անուշ խոսքերն է, անուշ միտքն է, անուշ ցանկությունն է եւ հաջողությունն է, որ քո երեխան արդեն հաջողակ է ծնվել։ Դրոշմը ճակատին դիր, իմ երեխան շատ հաջողակ է։ Հաջողակ լինելն ավելի լավ է, քան որ մենք անդադ ասենք առողջ եղի։ Մենք բոլորս ծնունդ կնունք, բոլոր կենացներին իրար առողջություն ենք ցանկանում մաղթում, բայց ամբողջ ազգը հիվանդ է։ Առողջությունը տալիս է, մնացած բաները վերանում է։ Իսկ եթե մարդը հաջողակ եղավ, իր մոտ ամեն ինչը լավ կստացվի։ Գերան չին գնի։ Փուշ կմտնի թեթևակի, որ դու կարողանաս հանել։ Կրծքամիզ բառի կապը երեխայի սննդի եւ խնամքի հետ է։ Մայր կինը ծնողը, որը կարևոր դեր է խաղում երեխայի դաստիարակության զարգացման գործում, նա իր արժեքները բավարարում է սկզբունքներից, փոխանցում է երեխային եւ օգնում ձևավորել նրա աշխարհայացքը։ Մայր բառը խորհրդանիշ է խնամք, պաշտպանություն, աջակցություն, անվտանգություն, որ մայրը տրամադրում է իր երեխային։ Տեսեք աշխարհում մայր բառը ինչքան է ասում, հենց մայր Հայաստան, որ ասում ենք։ Մայրաթոր, որը շատ կարևոր է։ Եվ ամենից կարևոր ծնողը դա մայր Աստվածածին, որ ծնեց Հիսուս։ Մայրության սկիզբը ծնողն է, ինչպես տիրամայրը Հիսուս ծնեց։ Մայրը ծնունդի գաղափարն է, երեխային կյանք տալով մարդ է մեծանում, կերակրում է իր կաթով, երեխային սովորեցնում է ապրել, հեռու պահել վտանգից, մայրը նախօրոք զգում է։ Հիմա այստեղ էլ ասեմ, տեսեք, կան զույգեր սիրահարվում են, ուզում են ամուսնանալ, բայց մայրը չի ուզում, այդքան հայրը չի, ինչքան մայրը, այս աղջիկը լավը չի կամ այս տղան լավը չի, մոր սիրտը շուտ է զգում, մոր սիրտը շուտ զգում է եւ վտանգն է զգում եւ մայրը զգում է արժի այդ տղան իրոք լավ փեսացու կլինի, այս աղջիկը իրոք լավ հարսնացու կլինի իմ տղայի համար։ Ու երբ ասում է հարկավոր չի, երեխեքը խռովում են։ Պետք չեն խռովեն մամաներից, հեչ հարկավոր չի։ Բայց մամաներն էլ ստեղ այդ ընտրության հարցում ասեք, մի քիչ ազատ թողեք ձեր երեխաներին, այդքան մի բուլավ կավ կպեք, բաց թողեք, հատկապես 18 տարեկանից հետո, թող ինքը գնա, ոնց որ ասում են կտուցը կետնին կտնի, մի հատ տնգնի բարսանա, որը զգա։ Ու ավելի լավ է մամաներից խորհուրդ հարցնեք, բայց մամաներ առաջ ճանաչել իմանալու հարկավոր չի արգելքներ տնեն։ Ճիշտ չի տա։ Պետք է մարդը միշտ տնգնի բարսանա, որտեղ կյանքում այնքան խոչընդոտներ են լինում, իսկ մամաները ամեն անգամ հետևից չեն գնալու, ամեն անգամ կպած չեն լինել։ Հարկավոր երեխեքին մի քիչ ազատ թողել։ Մայրը նաև ուժեղ է լինում, խիստ է, միջև անգամ ագրեսիվ,
Եթե խոսքը վերաբերվում է իր երեխային, այո, մայրը դառնում է ագրեսիվ։ Ամեն այն գազանը, որ մոտենում է իր ձագին, ոնց է վայրը հարցակվում վրան, այդպես էլ մամաներն են։ Ու այստեղ ասեմ, որ մի քիչ լավ բառեր չի, ես չեմ կարողանում գտնել, ինչ բառը տեղ ասեմ, ու զավակները չկան։ Ու այդ մամաները քար են, քար։ Ոնց ենք մենք դիմանում երեխայի կորուստին, ոնց ենք մենք դիմանում։ Սիրտ ընդեղ ինչ զգում է, այդ ոչ ոք չի զգում։ Կարանք խոսենք, ծիծաղենք, ուրախանանք, բարենք, բայց սիրտը ուրիշ բան է, մոր սիրտն ուրիշ բան է։ Հիմա էլ այնպես շրջան է, որ երեխաների, մանուկների ավելի շուտ ու ծերերի, մեծահասակների շրջան է, որ ուշադիր ու հոգատար լինեք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Հիմա ամսի 22-ին կմտնենք հորթամաստեղություն, մի քիչ մանկական բաները կշատանա, այնտեղ Սատուրնը, Ուրանը, Մարսը մի քիչ անկարգ մոլորակներ են, մի քիչ չենթարկվող մոլորակներ են, ամեն մարդ կուզիների եսը ցույց տա, պոզերը տնկի ոնց որ ասում են, աշխատեք մի քիչ զիջող եղեք, զգուշ եղեք, ներող եղեք, զիջող եղեք։ Ու հարկավոր չի կաղոթեմ Աստված կանի, Աստված ամեն ինչ էլ տվել ամենասկզբից, ինչ դու եկել ես այս աշխարհ, կամ աշխարհը ինչ ստեղծվել է։ Աստված կտա, Աստված տվել է, դու արա։ Մարդու ճակատագիրը իր ձեռքումն է, ոչ թե ճակատին գրած է, ու մեր կյանքի ամեն ինչը մեզանից է կախված, իսկ Աստված չի պատժում, որտեվ սեր է։ Հայրը ոնց կարող հայրը երեխուն պատժի բացի սիրուց։ Բայց խստություն ունի, կարող է երեսը թեքի, էլի որ ինքդ դու անես, բայց մի ամեն ինչ թողեք Աստծուն, մի ամեն ինչ թողեք Աստծուն, դա այդքան ճիշտ չի։ Եթե ինչ-որ մի բան, ինձ մոտ էլ, եթե ինչ-որ մի բան այն չի, ես եմ սխալ, ոչ թե Աստված։ Ես սխալ եմ վստահությամբ, ես սխալ եմ էմոցիաներով, ես սխալ եմ, որ անալիզ չեմ արել, ես սխալ եմ եղել, որ ժպտացել եմ, այո, որ անարդարությունը տեսել եմ, ասել եմ, ոչինչ, ատամը ցավում է, դրա համար այսօր ինքը կոպիտ է, ոչ, հիմա ժամանակները փոխվել են, հենց 26 թվականը, որ խոսքի իրավունքը տված աշխարհով մեկ, յուրաքանչյուր մարդ պետք է իր իրավունքը պաշտպանի։ Հենց երեխեքը իրանց 3 տարեկանից սկսած, 3-ից մինչև 6 բոլոր երեխաները տաղանդավոր են, բոլորը։ Ու իրենք իրանց իրավունքներ են պաշտպանում, իրենք իրենց մարմնին սկսում են ճանաչել, ամոթ չկա, չեն ամաչում։ Մարմին կարան մերկանան, կարան շատ տեղ նստեն, ոչինչ, ամեն ինչում դիտողություն չեն անում երեխաներին։ Ազատ պետքա թողնեք, ուղղակի հեքիաթներով, պատմություններով, նաև ձեր կյանքի պատմություններով կարակ երեխեքին բացատրեք ինչա կարելի, ինչ չի կարելի, բայց ոչ ամեն ինչում տենց բռնուց կպահել, որ անպայման պիտի բերանին ուտի, անպայման պիտի պատժվի, չի կարելի, երեխային մի պատժեք, հետո կանդրադառնա ձեր վրա, հետո կասեք ինչի մեզ չեն լսում, մի մոռացեք, որ հասունացման տարիք կա, նայած երեխա այդ արդեն գալիս ընտանիքի դաստիարակությունից, որ լինում է մելանխոլիկ են լինում է ագրեսիվ են լինում, միջև անգամ մախորժակը սնունդը, ինչ կուզիկ ցանկանայիս ինչ մի բան է, բայց մի քիչ հետո կասի դա չեմ ուզում։ Այդ իր կամակորություններն է, որտեղ բնավորություն է ձևավորվում, սեռական հասունացում, սեքսուալ հասունացում եւ որ աղջիկը դառնում է օրիորդ։ Այդ ընթացքում դուք պետք է շատ զգուշ լինեք ձեր աղջիկների հետ։ Իրանք իրոք մելանխոլիկ են ու իրանց բնավորությունն է ձևավորվում, ինչպես դուք այդ ժամանակ այդ ընթացքում աղջկա հետ վարվեցիք, կոպիտ, պահանջկոտ, առամարող, հաշվի չնստող, անդադ պախարակող, որ դու լավը չես, դու ճիշտ չես, ինչես է տեսեն մյուսն էլ երբեք չհամեմատեք ոչ մի կետ։ Այդ երեխան մինչև 18 տարեկան ձեր հետ չի խոսելու։ Հետո արդեն կուզենա շուտ գնա առանձնանա ձեզանից։ Բնավորության ձևավորումն է մինչև 18 տարեկան։ Մայրը հարազատ օջախի խորհրդանիշն է։
իր համբերությամբ հաստատուն լինելով։ Արգատուն պտուղը զգում է ամեն ինչ, արդեն շշուկներ, նյարդեր, ագրեսիա, հայոյանք, ամեն ինչ ընդեղ արդեն որովայնում պտուղը զգում է ամեն ինչը, ամեն ինչ դրա համար մեկ ընդեղ խփում է, դա 3-ից 4 ամսականում, ասում է, բա երեխեն խաղաց, խփում է ընդեղից, ես կամ, ես այստեղ եմ, այդ 9 ամիս մայրը պաշտպանում է իր պտուղին, հետո ինքը ճչալով մամա ասելով դուրս է գալիս աշխարհ, դու նորից նույն սերը կուրկուրանք անդադ քեզանից պաշտպանություն ասում, բայց ես շատ նկատել եմ երեխաներ կան, որ մրսում են, էլ գալի կպնում են մամային, ուզում են թեթակ մաման հերում է, որտեղ ինքը ժամանակ չունի, ինչ անում չգիտեմ, բա ինչ ես երեխա բերե, որ դու ժամանակ չունես, դու պետք է ոչինչ մի ամանել թող պակաս լվացի, բայց դու երեխային սերու կուրկուրանք տուր, երեխաների մի ծեծեք, տուտուզիկին մի ծեծեք, ականջը մի քաշեք ու երբեք մի ասեք, որ ինքը սխալ է, երեխեքը սխալ չեն, ծնողներն են սխալ, դու էլ ես երեխա եղել, ես այս մոդել կա, որ ես ասել եմ, ուզում եմ նորից էլ եմ, որտև այս տաղավարից դա չեմ ասել, չգիտեմ ով լսել է, չի լսել, բայց ես հիմա կասեմ նորից էլ է, եթե երեխան ծնվում ասենք 3 կիլոգրամ, ինչքան ինքը մեծանում է, քաշը ինչքան ավելանում է, 10 կիլո, 20 կիլո, 30 կիլո, այդ 10-20 կիլոից ընդամենը 3 կիլոն է մերը, բայց մենք ուզում ենք, որ բոլոր այդ 30 կիլորանոց մարդը լինի մերը, դա հնարավոր չէ, մենք այն 3 կիլոն պետք է փայփայենք, սիրենք, այդ է մերը, այն ներքինն է, որ ասում եմ, մեր մեջ փոքր մարդու կա Հիսուսիկն է, դա զգում է, այդ մոր սիրտն է, որ զգում է իր երեխեն ոնց է իրան զգում, պատերազմի ժամանակ շատ մամաներ ես ենք քանի որ տղասել մասնակցել էր այդ առաջվա պատերազմի 92-3 Ղարաբաղյան ես զգում եմ որ վեր է թռնում հանկարծակի հետո իմանում եմ որ ռմբակոծում է եղել բոլոր մամաներն էլ դա զգում են բայց հետո մեկ-մեկ է լինում է սովորույթ է լինում վատը մտածել դա ներքին տագնապներն է շատերիս մոտ իմոտ էլ կա այդ ներքին տագնապները անհանգստությունը այդ բացասական էներգիաները դա հարկավոր է մաքրել դրա համար հարկավոր է շփվել բարի մարդկանց հետ ձեր դաշտը ժողովուրդն անդադ ասում է աուրան մաքուր պահեք ամեն ճղճին բողոքական ամբարտավան ինչ ասեմ հումոր չհասկացող չունեցող մարդկանց հետ մի շփվեք ձեր դաշտը դուք կեղտոտացնում եք 3 հոգի 2 հոգի այդպես եղավ արդեն դու վատ ես իմ տղան որ պատերազմի ժամանակ ծառայության էր այնքան վատ ինֆորմացիաներ էի ես ստանում այդ ժամանակ անդադ գալիս ինձ ասում է այս ինչտեղը զող այս ինչտեղը պայթուն ես անընդհատ վատ ինֆորմացիաներ եմ ստացել ու անդադ տահի մեջ եմ եղածել 6 ամիս ես չի կարողանում ոչ մեկի հետ խոսալ 6 ամիս հետո մի տարեցկին ինձ ասես չի կարել այդ ինչ ես դու անում լաց է լինում չի ուզում խոսել ոչ մեկի հետ զինվորական հագուստ հագած մարդու հետևից ասեց լաց չեն լինում թող ասում տուր տիրոջը ու տես ամեն ինչ ինչքան կկարգավորվի ու այդպես էլ արեցի ու այն թեժ պահերին շատ բաներ եղել է փորձանքների փրկվել է փառք Աստծո պատերազմ չկա հանգիստ կլինեք հիմա ես որ ասում չկապեք մեր երկիրը խաղաղ է կշարունակվի այդպես խաղաղ մենակ իրար մի կերեք ինչքան դու էմոցիաներով կերակրեցիր կրծքի կաթը այնքան այդ երեխեն այդպես կլինի հետո այսպես բանել կա մեխանիզմը երեխեն ասենք 3 ամսական հղի ես դու 3-4 ամսական հղի վիճակում դու հիվանդանում ես գրիպոզնի վիճակ է լինում երեխան ծնվեց 3 ամսականում ինքը հիվանդանում է
Մինչև 12 տարեկան, հետո 3 տարեկանում, նայած որ ընթացքում է քո հիվանդությունը, տրամադրության անկումը, նաև ախորժակը, ինչ դու անում ես մինչև երեխայի 12 տարեկան ու իր հղի ընթացքում 9 ամիս, ինչպիսին մայրը եղել է, այդ ձևի դա փոխանցում է դեպի իր երեխան, մինչև 12 տարեկան, իսկ 12 տարեկանից հետո արդեն սկսում է ազատ աշխատանքի սիստեմը, հոգևորը մատերիալից անջատվում է, եւ ինչից դու անհանգստացել ես, վախեցել ես երեխայի հանդեպ, 12-ից հետո հերթով այդ ամենիչը հետ է գալիս, մինչև 18 տարեկան, մինչև 21 տարեկան, հետո ասում է, ինչի իմ երեխան տենց եղավ, որտեղ դու ես նախորդ այդ մեխանիզմը դրել իր մեջ, քո մեջից փոխանցվել է նրան։ Սերա պետք։ Խորհուրդ է տվում հղիներին զերծ մնալ ապրումներից, ագրեսիայից։ Այն մոր սիրտը ֆիլմի հիշեք, Վարդուհի Վարդերեսյանն էր խաղում, Վարդուհի Վարդերեսյանն էր խաղում, հա, ոնց մենակ պահեց, մեծացրեց այդ իր տղային, մինչև անգամ իր անձնականը մոռանալով ու վերջում ամուսնացավ, ու մայրը գիշերը լսեց, թե ինչ էր իր հարց կոչեցալ իր տղային ասում, որ մաման եկել մեզ խանգարում է, այդպես բաներ էլ է լինում։ Հիմա հոր մասին եմ ուզում ասեմ, հայրը ով է ընդհանրապես, կյանքի հայրը, համընդհանուր տերմին է, տերմին չէ, այլ փոխաբերական արտահայտություն է, որը կարող է վերաբերվել տարբեր հասկացողությունների Աստված։ Հայրը կրոնական համատեղելի կենսաբանական հայր կամ տղամարդ, որը խաղում է հոգատար ու աջակից ծնողի դերը երեխայի կյանքում։ Կախված համատեքստից այն կարող է լինել հայր որպես գերագույն էակ, հայր որպես կենսաբանական ծնող կամ հայր որպես խորհրդատու եւ օրինակելի անձնավորություն։ Աստված հայրը գերագույն էակ է, ամեն ինչի ստեղծելով ու պահպանողը։ Հայրը այն մարդն է, ով կենսաբանորեն երեխա է հղիացրել։ Հայրը դեր է, որը ներառում է երեխայի խնամքը, աջակցությունը եւ դաստիարակությունը, ինչը նպաստում է նրա անհատականությանը եւ ինքնահասկացողությանը։ Երեխաները շատ ապահով են զգում հոր գրկում, հենց հոր գրկում։ Մամային ճիշտ է կպնում են տաքություն, ջերմություն, սեր, կուրկուրանք ստանալու համար հոգատարություն, իսկ հորից ապահովություն, որովհետև այ հիշեք, շատերի մոտ եղել է, որ պապաներն իրանց երեխաներին թռցնում են վերև, թռցնում են ու երեխան ուրախանում է, ծիծաղում է, չի վախենում, որտեղ գիտի իր ենթագիտակցությունն է, գիտե որ իր պապան իրան կբռնի, հիմա գետնին իրան չգցի։ Այս հայրն այնց ուսեր են ու երեխաները նստում են պապաների ուսերին, մամաների ուսերին չեն նստում, որ նստացում են մածուն եմ ծախում, երեխեքն ուրախության մեջ են, հիմա չգիտեմ մածուն ծախում են այդ պապաները, թե չէ առաջներում են ժամանակներից շատ աղել դա։ Պապաները աղջիկների հետ հատկապես 7-ից մինչև 12-14 տարեկան շատ պետք է լինեն իրանց աղջիկների հետ եւ անդադ դաստիարակություն։ Անընդհատ պետք է դաստիարակեն, խորհուրդ ու խրատներ տան, բայց չպախարակեն, բայց դիտողություն չանեն։ Ռուսների մոտն էլ բացկա են ասում պապային, ավելի նրբացած են ասում, նաեւ եղբայր, բրատ։ Մտերիմ ու հարազատներին ընտանիքների շրջանում հայրը այն տղամարդն է, ով երեխային տալիս է իր գենետիկական կոդի կեսը։ Օրենքով հայրը կարող է չլինել երեխայի բիոլոգիական հայր։ Այս շատ կարևոր է, իմացեք դա։ Երեխայի բիոլոգիական հայրը, օրինակ, հայրը այն տղամարդն է, ով օրենքը ընդունում է որպես երեխայի հայր, ինչպես իմանալ, ով է երեխայի կենսաբանական հայրը,
Տենկայի այդ այրան միջոցով անալիզով անպայման, որտեվ հիմա շատ խափում են, շատ։ Այնքան պարզ անալիզ ես տալի ու ճշտում ես, քոննա թե քոնը չի, որտեվ շատ են կանայք խափում։ Աշխարհում եղել է այդպիսի բաներ։ Ամենահին մեծ ծեր մարդը, որ Գինեսի գրքում գրանցված է, այդ ավստրալիացի Լուիս Կոլինն է եղել, որը գրվել է Գինեսի գրքում, իր 9-րդ երեխան ծնվել է 92 տարեկանում, եղել է 92 տարեկան, 10 ամսական, ծնվել է իր 9-րդ երեխան։ Ադամն էլ հայր էր, դրախտի արգելված պտուղը կերան Եվայի հետ և դրախտի լքվեցին։ Հունարեն հայրը պապ ձետ է համարվում կամ հոր հեր։ Իսկական հայրությունը բնույթով հոգևոր է, հետևաբար երբ Հիսուսը ասում էր երկրի վրա ոչ մեկին ձեր հայրը մի կոչեք, որովհետև մեկ հայր ունենք երկրում, նա ընդգրկում է, որ ամբողջ իրական հայրությունը գտնվում է հոր Աստծու մեջ և ամբողջ մարդկային հայրությունը միայն աստվածային իմիտացիա է։ Ես այստեղ մի բան ասեմ հայոյանքի համար, որ և հայոյանքը և անեծքը մեղքերի մեղք է համարվում։ Տղամարդիկ շատ հայոյում են, ներող կլինեք, բայց ես այդ բառերով պետք է ասեմ, քո տերը, քո տիրոջ մերը, ում տերը, ով է տերը, դու տիրոջն ես հայոյում, երբ ասում ես ես քո տերը, դու տիրոջը հայոյում ես, ես դրա համար եմ ասում, մեր ազգը շատ է հայոյում, շատ է անիծում ու շատ եմ կրկնել մեր ազգի այս վիճակը, այդքան խելացի ենք, քրիստոնյա ենք, մշակույթ ենք ունեցել, ծովից ծով ենք եղել, անիծված ենք մենք։ Ու մի անձնավորություն, այդ լսել եմ, որ ես նման բան եմ ասել, իրան ասել ճիշտ է, որ մեր ազգը անիծված են, այնտեղ շատ կոշտ պատասխանել էր ինձ, որ թող գնա իր աստղաբանությամբ զբաղվի, տենց բաներ չասի։ Այո, հայ ազգը անիծված է։ Դա մեր անեծքներից է։ Մեր անեծքներից է, հենց Ղարաբաղում, այնտեղ այնքան, որտեղ այնտեղ և երկրաշարժ եղել, և հրդեհ եղել, և պատերազմներ եղել են, Չինգիզ խան, այն հնից կանք, ուտեղ կան մի քիչ տգեղ է բառը, բայց ասեմ, անթաղ մեռելներ, սենց են ասում, չթաղված մեռելներ կան, իսկ դա որ բանա, հողը տնքում է, ընդհանրապես մեր հայոց աշխարհի հողը շատ է տնքում, շատ տնքում է, դրա համար այդ անեծքները սաղմոսներ պետք է մենք ասենք, երանելիների աղոթքը ասենք, ու չանիծենք, եթե ուզում ենք հայ ազգը լավ լինում, մենք լավ սերունդ ունենանք, որովհետև մեր արմատը քոքը, արմատը լավն է, մենք իմաստուն ազգ ենք, երկրի աղն ենք համարվում, բայց մենք անդադապականում ենք Տիրոջ ստեղծածը ու Տիրոջից էլ բաներ ենք խնդրում, որտեղ դա ամեն ինչը գալիս է ընտանեկան դաստիարակությունից։ Եթե երեխային պետք չի դաստիարակել, խելոք մնա, վրատ մի թափի, դա սովորի, այս մի արա, այն մի արա։ Եթե ամուսիններով իրար սիրում են, ամեն առավոտ ու ջերմ են իրար հետ ու հարգանքում են, երեխան այդ ամեն ինչը տեսնում է։ Ինքը մեծանում է սիրո մեջ։ Զույգերը երբ անկողին են պարկում ամուսնացած, իրանք պետք է սիրով մերձենան, որպեսզի սիրո պտուղ լինի, որտև այդ հղիացումն էլ է շատ կարևոր։ Դա կրքային հղիություն է, սիրո պտուղ է, թե պատահական հղիություն է։ Ու այդ երեխան եթե սիրով չի մեծանում, ինքը խնդիրներ է ունենում, որ մի ընտանիքում սեր չկա, երեխայի դաստիարակություն չկա, այդ երեխան երբեք երջանիկ չի լինի, երբեք։ Տեսեք մանկատան երեխաները, որոնք ծնողներ չունեն, իրանք կամ պատուհանից նայում են, իրանց մամաներին են սպասում, պապաներին էլ չեն, անդադ մայր, մամաներին դաժան են մեծանում։ Եվ իրենք մտածում են, որ եթե իրանք ընտանիք ունենան, ինչ էլ լինի, ամեն կերպ իրենց ընտանիքը կպահեն, որ երեխեքը առանց ծնող չմեծանա։ Հայրը չի ասում, որ սիրում է
քեզ, այլ ցույց է տալիս։ Այստեղ մի քանի կետեր կա, ես ասում եմ սա, ուշադիր եղեք։ Հայրը նա է, ով բռնում է քեզ, երբ դու ընկնում ես, նա օգնում է քեզ չընկնել, այլ վեր կենալ։ Հայրը հարիսկ չէ, որ մեզ պահում է ներքև, ոչ էլ առագաստ, որ մեզ քաշում է դեպի լույս, որը մեզ ցույց է տալիս, այլ հայրը նա է, որը մեզ ցույց է տալիս ճանապարհը, ինչպես Տեր Աստված։ Հարուստ մարդը նա է, որի երեխաները վազում են նրա գիրկը, այ որ պապան տուն է գալիս, դուռը բացում է, երեխեքը վազում է, դա ամենամեծ երջանկությունը, հարստությունը, որտեղ երջանկությունը դա ընտանիքն է։ Մարդը երջանիկ է իր ընտանիքով, որ կա մի խումբ երեխեք, այսպես ասում են, ընտանիքում, կինը ժպտալով դուռը բացում է ու ճաշի հոտը խփում է քթին։ Այդ է երջանկությունը, դա է երջանկությունը, փողը երջանկություն չի։ Ու այդ ընտանիքի եկած գումարը բավարար է բոլորին, որտեղ սեր է դա, խաղաղությունը, հանգստությունը։ Հոր արդյունքները ու վախը անտեսանելի են, այո, բայց որ տղամարդը լացա լինում, դա շատ ծանր է, շատ։ Ահա որ է տղամարդու արդյունքը։ Նրա սերը անտեսանելի է, բայց նրա խնամքն ու պաշտպանվածությունը մեզ հետ են, մնում մեր ողջ կյանքի ընթացքում, որ միշտ ասում եմ, պապաս սենց բան ասեց։ Այ հիմա էլ հենց այդ շրջանը, որ մեր ծնողների, տատի պապիների խրատ խորհուրդները մենք պետք է միշտ հիշենք, որ հետո փոխանցենք մեր երեխեքին։ Մեր ով դառնալը կախված է նրանից, թե ինչ են մեզ սովորեցնում։ Տղամարդը հայր դառնալով իրեն է բացահայտում, այո։ Հիմա մի քիչ բացասական էլի տեղեկատվություն տամ, որ ճիշտ չի լինի դա, ճիշտ չի լինի, որ մարդիկ այդպես վարվեն, այդ Յուպիտերից է գալի առույցում խաղամոլությունը։ Այն ընտանիքի հայրը, տղամարդը երբ խաղում է, այդ ընտանիքը կործանված է։ Այդ ընտանիքը կործանված, ու դա լինելու է ավելի շատ։ Ոչ ոք ձեզ չի օգնի, խաղամոլներ, թմրամոլներ, ալկաշներ, ձեզ ոչ մի էքստրասես, ոչ մի բժիշկ, ոչ մի չգիտեմ ինչ վշտես չի օգնելու։ Դուք եք ձեզ օգնելու, դուք ինքներդ ձեզ, մտած ինչ եմ ամուսնացել, ինչ եմ երեխա ունեցել, ինչ եմ ես ինչ մի բան անում, վերջացրեք ձեր խաղամոլությունը, որպես ընտանիքներ չքանդվի, ձեր երեխեքը մեղք են։ Մեղք են, իրանք ամբողջ կյանք իրանք տանջվելու են, ամբողջ կյանքը կտանջվեն ու ձեզ կառհամարեն։ Ես այդ տղամարդկանց կասեմ անթասիբ ղզիկներ, բողոքականներ, թուլականներ, անողնաշարներ։ Մի գիրք կար տենց կազինո գնացող մարդկանց համար, եթե ուզում ես քեզ դնեն հիմարի տեղ, գնա կազինո, որովհետև իրանք արդեն գիտեն, ում պահեն, իրանք գիտեն արդեն, այնտեղ նայում են, ամիտ ապարատներն էլ վաղուց սարքված է, հիմա մարդկա այդ ապարատներով էլ չի աշխատում, խաղում ուրիշ կերպանում, այդ գայթակվածությունը դա էլ սատանիզմն է ու սպասում է, որ հիմա դրանք կշատանան ավելի հուլիս ամսվանից ու ընտանիքների կործանում կլինի։ Ու այն լավ բաները, որ ես ասում եմ, լավ բաներ պետք է լինի, լավ առողջ հաջողակ երեխաներ ծնվեն, ամբողջ ընտանիքը դուք ձեր խաղամոլությամբ, թմրամոլությամբ եւ հարբեցողությամբ ամբողջ ընտանիքը կկործանեք։ Ընտանիքը կործանվելուց ազգը կործանվում է, մեջքը թուլանում է, ով ասես կողքի երկրներից մեզ ամեն ինչ կարան անեն, բայց մեզ տրված է արդեն ոտքի կանգնել, միասնական լինել, ոտքի կանգնել, պինդ կլինենք, ոչ մի թշնամի մեզ չի կարա ոչինչ անի, ու հերիկա գլուխ գովանք։ Այն Ֆրունզիկը ֆիլմը, որ խաղում էր հայրիկը, նայել հիշեք։ Հիմա ստեղ մի փոքրիկ բան ասեմ, որ էլի խրատ խորհուրդ է երեխաների համար, այդ հրյաներից եմ ես վերցնում, եթե մենք մեզ իմաստուն ենք համարում, ես չեմ կարում տեսնեմ այդ իմաստուն խոսքերը յուրաքանչյուր հարցում,
մերեն բանահյուսության մեջ են նամես աղագին անեցքներ կա, էդ էլ պետք է փակենք մեր բերանները, հրաները այսպես ասում են, երբեք մեր երեխաներին մենք չենք ասում փող չունենք, ձեր երեխեքին չասեք փող չունենք, փող չկա, մի ուզի, չկա, թանկա, մի խոսեք այտենց թեմա, իրա մեջ արդեն գալիս այն աղքատի հոգեբանությունը, վայ չկա, վայ չունեն, բայց կողքին ունի, արդեն կգա նախանց, արդեն կգա չարություն, արդեն կգա բարդույթ, իրանք չեն մասնակցի ոչ մի միջոցառումների դպրոցում, այնպես բացատրեք, այնպես հասկացրեք, որ չկա, որպեսզի երեխան չհասկանա, որ դուք փող չունեք, աշխատավարձ կստանամ, հեքիաթներով պատմեք, ամեն մարդուն տրված է որոշակի չափ գումար ստանալ կյանքում, ու հարկավոր չի համեմատվել ուրիշի հետ, բացարձակ երեխային չհամեմատեք կողքինի հետ, որ նրանք տեսնենց են, իրա պապան մաման նենց է, այդ երեխեքի դպրոցը, որ երեխեքը իրար չեն հաշտում, դա ամբողջ գալիս ընտանիքի դաստիարակությունից, եւ շատ կարեւոր դեր ունի մանկավարժը։ Մանկավարժը պետք է հասկանա, որ գոյություն ունի հասունացման տարիք, ու երեխեքը տարբեր ընտանիքներից դաստիարակությունից դուրս եկած են, ու բոլորի հետ նույն ձև չի կարելի վարվել։ Ու դիտողություն մանկավարժը կողքի աշակերտի մոտ կամ բարձրաձայն չի կարելի անել, չի կարելի նսեմացնել, ու այդ երեխան դասը չի սովորի։ Հետո կասեն ծույլիկ, որտեղ դասատուին չի սիրում։ Այդ շնորհակալ լինել ասեցի, որ սովորացրեք ձեր երեխաներին ամեն ինչում լինեն շնորհակալ, ընկերոջը, վաճառողին միջև անգամ հավաքարարին, իր աշխատանքով, երբ երեխան փոքրուց հասկացավ ինչ բան է շնորհակալություն, ու կվարվի իրական, ինքը կդառնա իրական մարդ, ու դպրոց գնալուց ոչ թե կգնա գնահատական պոկելու, որ մամաները կարան կաշառեն դասատուներին բարձր գնահատական, այլ հետաքրքիր լինելու համար։ Երեխեքը պետք է գնան դպրոց, որտեղ ընտեղ կա հետաքրքրություն։ Եղավ հետաքրքրություն, ինքը կսովորի ու լավ մարդ կդառնա։ Հարկավոր է հետաքրքրություն ունենալ դպրոցում ու ուսման հանդեպ, այլ ոչ գնահատական ստանալու համար։ Այսպես, մի փոքր վերջում ինձ սովորության համաձայն առակը ասեմ ու սրանով եզրափակենք այսօրվա եթերը, չգիտեմ ինչ կանոն դուք սա կընկալեք, ինչի որ ես ձեզ ասեցի։ Մի սոված մարդ խոտ ա ուտում, էլի հրեական առակը, անեկդոտը, մի սոված մարդ խոտ ա ուտում, կողքից անցնում է փաստաբանը, տեսնում է, որ այս մարդը խոտ ա ուտում, կանչում ասում է, վա, ինչ արիք տանեմ մեր տուն քեզ կերակրեմ։ Այս մարդն ասում է, այս ինչ բարի է, որ կանչում է իր տուն, ու տանում է իր բակը, այդ փաստաբանը, ցույցատալի, թե ինչքան բարձր 2 մետրանոց խոտ է աճում, տես, կեր, առակ ասա։ Ասում արի տանեմ, ես քեզ լավ կերակրեմ, սովածը ասում է, այս ինչ բարի մարդ ես, կարդամ ուղղակի նորից, փաստաբանը բակում այդ խոտից 2 մետր բարձրությամբ աճում էր, ու երբ տեսնում եք փաստաբանը ուզում է ձեզ օգնի, մի հավատացեք նրա հեքիաթներին։ Ես ուզեցա ասել փաստաբանի համար, անցյալը մի անգամ էլ այստեղ առակ ասեցի, որ մի էլի աղքատ մարդ այդքան աշխատում ոչինչ չունի, ու մի խավատ հակած, դե այն ժամանակ իշխանները, վաճառականներն են այդ խավատները հակե ոսկեղենով, զարդարված, ամբողջ խալաթը ոսկե թելերով կարված, որ ասել է գնա նախիրից այն ամենագեշ, ամենակեղտոտ կովիդ ճակատը պաչի, դու գործերիդ հաջողություն կգա։ Ու որ այս մարդը գնում անում է այդպես, հետո գալիս ասում է, ուրա չեղա ոչ մի բան, սա էլ այդ խալաթավոր մարդն ասում է, սեփական խելքը տունեցի։ Եվ ստեղ առակը վերջում ինչ է ասում,
ոչ մի խալաթ հագնողի, ոչ մի ոսկեղենի իշխանավորի մի հավատացեք, իրանք ձեզ խաբելու են։ Հիմա էլ ընտրություններն է սկսում։ Ես չեմ կարող սրանք չասեմ։ Ըստեղ եւ փաստաբանի մասին է, որտեվ հիմա Սև լուսինը գտնվում է Սատուրնը, որը փաստա իրավաբանական համակարգի շրջան է, որը բացահայտվում ու մաքրվում է։ Քննիչներ, փաստաբաններ, դատական, իրավական մարմիններ, նույնն էլ այդ խալաթավորները, որ շատ կխաբեն։ Ունեցեք ձեր սեփական խելքը, որովհետև Հայաստանը լավ վիճակի մեջ է գնում դեպի լուսավոր ապագա, ինչպես ասում են, աշխատեք սանդրանքների չգնալ, եթե ձեր գլուխը ոչինչ չի մտնում, մտեք ձեր տուն դուռը ծածկեք ու ձեր երեխաներին դաստիարակեք ու սիրով լույսը բացվի, ամուսիններով սիրեք իրար, երեխեքն էլ ամեն ինչով թող տեսնեն, որ դուք իրար շնորհակալ եք։ Ճաշեցիք, վեր կացաք, շնորհակալ եղեք։ Աստծուց շնորհակալ, մամա, պապա, շնորհակալ։ Երեխեքը պետք է մամաներից, տատիներից, պապիներից շնորհակալ լինեն, որ են հաց են բերել տուն, որ շոր են առել, հեծանիվ են առել, խաղալիք են առել։ Պետք է երեխեքը ասեն շնորհակալ։ Մենք իրարից եթե շնորհակալ լինենք, Աստված կլսի մեր շնորհակալությունը, որտեղ ամեն ինչ իր ստեղծածն է։ Այսպես, օրհնվի մեր ազգը։